Ձեզ ողջունում եմ գործարալիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնում, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ։ Մեր հաղորդումները կարող եք դիտել նաեւ թվային հարթակներում։ Իսկ այս պահին ցանցի մարտիկ հաղորդումն ենք մենք սկսում մեր տաղավարում Հայկ Ֆրիստայլն է։ Ողջույն Հայկ ջան։ Շնորհակալ եմ շատ, որ դուք այսօր մեր տաղավարում եք։ Կարծում եմ այս ֆորմատով ձեզ չեն հանդիպել երբևէ ձեր հետևորդները։ Թե հանդիպել։ Չէ, հանդիպել են, ունեցել ենք։ Բայց ես հույս ունեմ, որ դուք նոր բացահայտումներ կանեք մեզ համար։ Ամենաառաջին հարցը գնդակի հանդեպ սերը երբ է ձեզ մոտ առաջացել, որովհետև ես ձեր էջը թերթեցի մինչև ներքև ու առաջին լուսանկարը, եթե չեմ սխալվում, կրկին գնդակով էր, այսինքն ոչինչ չէր փոխվել։ Շատ հին ժամանակներից այդ գնդակը ձեր կյանքում եղել է։ Դե շատ շուտ բանից, արդեն 3 տարեկանից ճիշտ հարված եմ կատարել։ Այդ հայրս է ասել, էլի, ասես ձեռքերս բռնած ես հարվածել եմ ու հարվածի ճիշտ ձև կա, որը ես ասես գենետիկորեն ունեցել եմ, էլի, որ ճիշտ պետք է հարվածեմ։ Զբաղվել եմ ընթացքում պրոֆեսիոնալ ֆուտբոլով, հետո մի քիչ sense ուղղությունը թեքել եմ դեպի ֆրիստայլ, որովհետև Հայաստանում այս զարգացվածությունը չի եղել, էլի, միջազգային բոլոր արտերկրներում զարգացած է, բայց Հայաստանում չի եղել, քանի որ չի եղել, դրա համար այստեղ ասոցիացիան ոնց որ ես եմ հիմնել ու արդեն սկսել եմ մրցաշարեր անցկացնել, էլի։ Երբ է հիմնվել ասոցիացիան։ Դե կարելի է ասել մոտավոր մի 4 տարի արդեն, իմ հենց edge-ը բացվելուց հետո, որ իմ անունը դե Հայկ Ֆրիստայլ, սենց տեսնում եմ արդեն user-ներ լիքը, որ սենց չգիտեմ Վահե Ֆրիստայլ կամ սենց ուրիշ անուններով իմ այդ nickname-ից տնօրիններ կան ու մտնում ես իրանցից զգում ես մոտիվացված մարդիկ այդ հնարքներն են անում, էլի։ Իսկ դուք ինչպես որոշեցիք, որ այդ ֆրիստայլ ոճը պիտի կիրառեք։ Շատ եք հետևում միջազգային այդ։ Հա, շատ եմ հետևել ու միշտ ֆուտբոլի մեջ կոնկրետ իմ սիրած բանը այն ա եղել, որ հնարքներ ցույց տամ, էլի։ Այդ հնարքները ոնց որ ֆուտբոլից դուրս եմ հանել ու առանձին sense ինչ որ ֆորմատ է ստացվել, էլի։ Որն էր այն հնարքը, որ այսպես առաջին անգամ արեցիք ու շատ գոհ եք ձեզնից ու մտածում եք, որ չի ստացվի, բայց շատ ջանք եք դրել դրա համար, փորձել եք։ 3 պտույտ գնդակի շուրջ հնարքը, որի վրա տարիներով եմ տանջվել։ Հայաստանում այդ հնարքը ոնց որ առաջին էլի ես եմ արել, ծնկի հետ կապված այդ շատ վնասվածք տվող դրուկ է, էլի։ Իրան կարողա փորձես ծունկդ վնասես, էլի։ Դրա համար փորձում էի, հանգստացնում էի ու այդ տևում էր sense ամիսներով, էլի։ Բայց մայիսի 25-ն էր 2021 թվի, հիշում եմ ինչու եմ։ Նույնիսկ օրն եք հիշում։ Հա, այդ հնարքը անելուց հետո ես չգիտեմ ինչ, sense երջանկությունների մոտ որ կատարեցի ու այդ հնարքը գրանցվեց մեր հայկական ռեկորդների գրքում։ Հրաշալի է։ Իսկ ձեզ հետևող մարդիկ սկսել են ոճը սիրել, այ ասում եք, որ նկատել եք, որ ֆրիստայլ այդ նիքնեյմը շատ անունների կողքին է արդեն հայտնվել։ Այդ լսարանը ոնց է աճում, ոնց է մեծանում։ Դե երեխեքը տեսնելով, որ այս սպորտաձևը ինքը կոպիտ ասած քեզ կարա ֆինանսական ինչ-որ բարիք տա, ասենց ասեմ, ու աճ տա։ Հետագայում դու որպես մասնագիտություն դիտարկես, մոտիվացվում են իհարկե, որովհետև ինձնից առաջ ինչ որ մեկը Հայաստան չի եղել, որ ինքը իր ծնողներին էլ ասենց ասի, որ ես ֆրիստայլեր եմ դառնալու, որ հաստատ դա խելքին մոտիկ չէր լինի, էլի։ Բայց նախ չէին հասկանա ինչի մասին է խոսքը, վստահաբար շատերը։ Հետո որ հիմա ես անցել եմ արդեն իմ անցած ճանապարհով տեսնում եմ, որ կարող են գումար վաստակել ու, չգիտեմ, առանձին այս մասնագիտություն համարվի բլոգինգի հետ։ Ինձ թվում է արդեն շատերը կուզենան դառնան, էլի։ Իսկ պետական մակարդակով ինչ որ աջակցություն կամ ոլորտը առաջ տանելու փորձեր կան, թե դուք ամբողջությունը, այդ ամբողջ բեռը ձեր ուսերին եք վերցրել։ Հիմնականում հիմա մրցաշարեր որ անցկացնում ենք, հովանավորներով ենք անում։ Դե բիզնես sense տեսանկյունից իրենց էլ է շատ շահավետ, որ մեր այդ սթրիթբոլ Արմենիա կազմակերպության հետ տենց մրցաշարեր են կազմակերպում, պետական որ ասեմ, տենց աջակցություն չի եղել։ Եղել է sense առանձին համագործակցություններ Երևան քաղաքի հենց քաղաքապետարանի հետ, բայց լիարժեք ինչ լիարժեք տենց հələ չի եղել։ Հիմա համայնքների հետ ենք sense խոսում,
Հայաստանի տարբեր, որ ոնց որ մեր այդ պրոյեկտին աջակցեն եւ մենք իրենց մոտ էլ հենց այդ միջոցառումները անցկացնենք, էլի, անցած տարի արել ենք։ Այդ դուք ասացիք, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլով եք զբաղվել։ Այո։ Ինչու որոշեցիք, որ այդ ուղղությունից շեղվում եք ու այս ուղղությամբ եք գնում, որովհետև այսպես պրեստիժի նման է, չէ՞, ֆուտբոլով զբաղվել, ֆուտբոլիստ դառնալ, հատկապես փոքր տարիքում տղաները կարծում եմ երազում են, որ այդ ճանապարհով գնան։ Ձեր դեպքում մի քիչ դուք փոխել եք, փորձել եք բացարձակել։ Մոնիկա ջան, իմ ձեռքում չի եղել, որ ես փոխեմ, տենց միշտ ֆուտբոլիստները կհասկանան, էլի, այդ մեր բանի կոնտրոլի տակ չի։ Մենք եթե վատ մարզավիճակում լինենք, ինքնաբերաբար այդ մեկը դուրս է գալու դու էլի ֆուտբոլից կամ ինչ-ինչ ուրիշ հանգամանքներ, դա տենց է իմը ստացվել էլի, որ մի քիչ նու խաղացել եմ պրոֆեսիոնալ ակումբներում, բայց ընթացքում հասկացա, որ ճիշտ եմ հասկանում, որ ընթացքում այդքան էլ շատ ջանք չեք դրել ու ջանք դրել եմ, բայց ասենց ճիշտ չեմ կողմնորոշվել, թե արդյոք ես պետքա շարունակեմ Հայաստանում, որտեղ կա տենց կարծրատիպ, որ ծնողները չեն վստահում հայկական ֆուտբոլին ու ասում են իմ երեխան որ մեծանա, վաղը մյուս օր ինչա անելու էլի։ Դու դրանով ոնց ես գումար աշխատելու, չէ՞, այդ խոսակցություններն էլ կան։ Ու հետո մեր թիմերը հայկական, իրանք ասենց լողացող են, էլի։ Կարող է մի օր լինեն, մի օր չլինեն ու ծնողները հիմնականում այդ անվստահություն են հայտնում, ինչը իմ դեպքում էլ է եղել։ Սովորել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ու տենց ոնց որ ֆուլ չեմ կենտրոնացել ֆուտբոլի վրա էլի, բայց հենց այլի պրոֆեսիոնալ մակարդակով խաղացել եմ։ Իսկ ինչու Հայաստանում ֆուտբոլը չի հաջողում։ Ամենակարևոր հարցը, չէ՞։ Կարծում եմ այն։ Գիտեք, շատ մեկնաբաններ են տենց իրենց կարծիքները ասում, ֆուտբոլային մեկնաբաններ ու շատ ֆուտբոլին ծանոթ մարդիկ։ Ուղղակի ես մարզեր գնալով, այդքան մրցաշարներն անցկացնելով տեսնում եմ, որ զուտ պետքա մարզերից սկսել, թե մարզչական կազմի մասով ճիշտ մարդկանց տանել, ճիշտ ֆինանսները տեղափոխել, ապակենտրոնացնել Երևանից ընդեղ, բաշխել, դիվերսիֆիկացնել, բարհիշեցի։ Նոր բառ է, չէ՞։ Հաճախ օգտագործող։ Տնտեսագիտական տերմին է, այդ ես շուտ գիտեի։ Քաղաքական դուք շուտ գիտեի, քաղաքականության մեջ նոր է հայտնվել։ Հա, քաղաքականության մեջ է։ Հիմնականում մարզերից պետք է սկսել, մարզերում ահավոր վիճակի, ուղղակի դուք պետք է գնաք ու տեսնեք, թե երեխեքը ինչ ֆորմատով են պարապմունքներ անցկացնում, էլի։ Մոտավոր պատկերացում ունեմ, որովհետև ծնունդով մարզից եմ, մինչև 18 տարի այնտեղ եմ ապրել, Տավուշից եմ։ Հա, Տավուշում էլ ենք արել, Իջևան քաղաքում մեր միջոցառումը ֆուտբոլային այդ պարապմունքների ընդհանուր մոդելը մի քիչ պետքա փոխվի։ Ես էլ եմ մարզում պարապել, այդ ամեն ինչը գիտեմ, էլի, պետքա լուրջ երեխուն պարապացնել, այսինքն դետալ առ դետալ։ Այդ մարզի երեխան, որ գալիս է ստեղ փորձաշրջան անցնելու, ստեղ այդ մարզի երեխային կարող չնայեն էլ, էլի, ով որ իրանց ակադեմիայում է եղել, իրան ասած արդեն առաջ գնա։ Այդ երեխան գալիս է չգիտի ինչ անի, տակտիկական վարժություններ կա ֆուտբոլում, լիքը բաներ կա, որ դու պետք է իմանաս, բայց մարզերում այդ ամեն ինչը երեխեքին չեն ասում, չեն բացատրում։ Բայց դեռևս շարունակում է այդ ցանկությունն ու ձգտումը լինել այդ ուղղությամբ երեխաների գնալու ֆուտբոլիստ դառնալու կամ ֆրիստայլով զբաղվելու։ Իհարկե, այդ միշտ լինելու է։ Հա։ Սպորտաձևը է համարվում, երբ ունի երկրպագու։ Իսկ ֆուտբոլը ինձ թվում է պակաս չունի, էլի, երկրպագուի միշտ լինելու է, ամենամասշտաբային սպորտաձևն է։ Ինչը դե ֆրիստայլը մի քիչ ուրիշ է, ֆրիստայլը ֆուտբոլի մաս է կազմում։ Ճյուղա, էլի, այսպես ասած։ Դե ֆուտբոլի հետ չես համեմատի, որովհետև ֆուտբոլը շատ մասշտաբային է, էլի։ Ուղղակի Հայաստանում տենց որպես այդպեսին, որ ֆուտբոլը զարգանա, իմ կարծիքը այն է, որ մարզերից պետք է սկսել երեխեքից, ճիշտ ֆուտբոլային ինչ-որ սխեմա մտածել երեխեքին պարապացնելու համար, Մոնիկա ջան։ Հուսանք, որ լսողների, դիտողների մեջ մարդիկ կլինեն, ովքեր ինչ-որ ազդեցություն կունենան այդ ուղղությամբ ու որոշում կայացնելիս հաշվի կառնեն։
Հա, հետո մի քիչ երկրպագուներից էլ է գալիս, երկրպագու ասելով այն մարդիկ, ովքեր իրենց բարեկամն է, հարազատն է խաղում, չգիտեմ, իր երեխան է խաղում, երեխայի հանդեպ պետք է ուշադիր լինել, վստահել հայկական ֆուտբոլին, ասենց հարցեր կա էլի։ Բարդ է։ Հա, շատ բարդ է։ Սիրելի ֆուտբոլային թիմը ո՞րն է։ Սիրելի ֆուտբոլային թիմ Բարսելոնա, բայց 3 կիսաեզրափակիչներ Չեմպիոնների լիգայի, քանի որ Հենրիխ Մխիթարյանը խաղում էր, ես չէի կարող ուղղակի Հենրիխին անտեսել ու երկրպագել եմ Ինտեր։ Ու Ինտերը դուրս եկավ եզրափակիչ։ Ճիշտ որոշում է փաստորեն եղել։ Հայկ ջան, իսկ այ եթերից առաջ ասացիք, որ տենց միանգամից է եղել, որ բլոգինգով եք զբաղվել, այսինքն հստակ որոշում չի եղել, ես այդպես հասկացա ամենայն դեպս։ Այդ ընթացքը կպատմեք ոնց ստացվեց, որ Շատ հետաքրքիր է ստացվել ու ասենց անսպասելի էլի, ես չէի պատկերացնում, որ այդ տիպի դրանով պետք է հայտնի դառնամ, որ ասենց, չգիտեմ, տենց հնարք կա, որ գնդակը պտտում ես տարբեր առարկաների վրա, ու այդ ֆուտբոլի հետ կապ չունի, էլի, մի քիչ ավելի ասենց ուրիշ դրուկ է։ Ոնց որ գետալի վրա ասեցի դնեմ, ասենց ճաշ ուտեմ, ասենց փորձեցի ուտեմ ու գնդակը ընկավ ճաշի մեջ։ Բայց ինչի որոշեցիք։ Ու մամաս հյուրասենյակից վազեց իմ մոտ, տեսներ ինչ եղավ էլի, այդտենց ցեն եկավ։ Ես տեսնելով, որ սաղ սեղանի վրա եմ սենց թափել, ջղայնացավ մի քիչ։ Այդ վիդեոն տեղադրեցի, սենց մի քիչ կոմպլեքսներ ունի այդ ժամանակ, բայց տեղադրեցի ու հավաքեց 2 օրում մի 5 միլիոն դիտում TikTok-ով։ Ու սենց այդ դիտումների բանը նոր մասնագիտություն է, չէ՞, բլոգինգը Հայաստանում համարվում։ Այդ դիտումներից էմոցիաները շատ ուժեղ էր էլի իմ մեջ ու ես ասեցի, չէ, էլի եմ նկարելու ու այդ ֆորմատը գնդակի հետ կապված պատտելու, ոնց որ իմ ֆիշկան դարձավ ու հիմա ինչքան այդ ֆորմատով եմ նկարում, վիդեոն աշխատում է։ Մի քիչ որ ուրիշ թեքում եմ, օրինակ ոդկով հնարքներ եմ անում, այդքան կարող է չնայեն, էլի։ Հիմնականում մեկնաբանություններում են, չէ՞, գրում օրինակ սրա վրա չեք կարող անեք։ Վերջինը Պուտինի հետ կապվածներ, որ ես սպասում եմ ամեն դեպքում, որ դա պիտի տեղի ունենա։ Բայց տեսակ որ տենց անսպասելի կոմենտ է, բայց հնարավոր էր էլի անել ինչ որ ձև։ Բայց պահը բաց եք թողել։ Ուղղակի այդ բանը որ գնդակ անեի, ինձ դե հապարտ ինչ տեղի կունենար, բայց ամեն դեպքում հետաքրքիր է։ Ամենահետաքրքիր այդ պտույտները որոնք են եղել ձեզ համար հիշվող կամ շատ դիտումներ հավաքած։ Ոյ, հիմա չեմ հիշի։ Շատ դիտումներ հավաքած, պտույտ չի եղել, ուրիշ վիդեո եղել, 50 միլիոն դիտում եմ ունեցել Instagram-ով։ Challenge է եղել Երևանում, տենց ոնց որ շիշ էի դնում, գալիս խփում էին։ Տենց բաներ, ինքը այդ կոնտենտը միշտ դրսի աուդիտորիայի հետ ինքը աշխատում է միշտ էլի։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ֆրիստայլ ոճը հենց նաև փողոցում էսպես ինտերակտիվություն ստեղծելու ինչ որ տարբերակ է։ Դե մեր մրցաշարերը, որ միջոցառումներ են կանում, հենց այդ ֆորմատն է, էլի։ Ես ուզում եմ ֆորմատը բացեք, մեզ մի քիչ ներկայացնեք ինքը ընդհանուր առմամբ ինչ է իրանից ներկայացնում, հետաքրքիր փաստեր, եթե գիտեք։ Դե ֆուտբոլ ֆրիստայլը կոնկրետ ինքը battle է լինում, լինում են ժյուրիներ ու մեկը մեկի դեմ իր հնարքներով 30 վայրկյան ունի օրինակ, անում է իր հնարքները, հետո դիմացին է անում։ Հետո սենց անընդհատ անում են, վերջում ժյուրին ասում է ով է հաղթում, էլի մրցաշարի սկզբունքը տենց է։ Ու տարբեր հնարքներ կան, որ շատ համ հեշտ են, համ էլ բարդ են։ Սթրիթ ֆուտբոլը ինքը 3-3-ի դեմ է մեր ֆորմատը։ Դաշտեր ենք սենց հավաքում, չգիտեմ, եթե հովանավորներ են լինում իրանց բրենդավորմամբ, բասկետբոլի հատակ ենք հավաքում, 3-3-ի դեմ են էլի խաղում ու էլի սպորտաձևեր կան, էլի այդ մեր սթրիթբոլում, այնտեղ break dance կա, skateboard կա, մի քանի էլի տենց սպորտաձևեր արդեն սենց մեծանում է, էլի ինքը մանրից։ Ու կարևորը այստեղ ճիշտ ու լավ երկրպագուներ ունենալն է եւ հավատարիմ չէ։ Բայց ամենաառաջինը առողջ ապրելակերպն է, որ գնում ենք միտեղ միջոցառում անելու, Գյումրիում ենք, եթե չեմ սխալվում, հրապարակում հենց դաշտերն ենք հավաքում, եկել մի հատ հոպար սենց ձեռները հետևը գցած, բանը ձեռը
թզբեն։ Սենց եկավ, սենց նայեց, որ չի ջոգում ինչա կատարում, էլի։ Ասում է, տեղեք ջան, ստեղ ինչ միջոցառում է, համերգա թե միտինգ։ Ասենք ուրիշ բան չեն տեսել, միտինգ։ Չէ, ասենք սպորտային միջոցառում է, ինչ թե որ բաներ էլի անսպասելի։ Այս բանել է լինում, փաստորեն։ Մեր ազգն էլ է դրանից եմ ենթադրում, էլի, մեր ազգը շատ տենց բաներ շատ է տեսել։ Համերգ, համերգը վատ բան չի, բայց անընդհատ սենց համերգ ու բանը միտինգ, մի քիչ քաղաքական ենթատեքստեր է, էլի։ Դուրս չեն գալիս երեխեքը։ Հա։ Երևանի չեմ ասի հիմա որտեղ որ Բաքում շիտեր տեղադրեցինք բասկետբոլի։ Այդտեղ մարդ չկար։ Երկրորդ օրը սենց անցնում ենք, հասկանում ենք, որ արդեն մարդիկ զբաղվում են կոնկրետ էլի։ Միջավայր պիտի ստեղծվի, այսինքն։ Իհարկե։ Դա շատ կարևոր, որտեվ մի փոքր բան կարա լինի, գործ, որ պետք է անես, մի փոքր, ու այդ մի փոքր բանը այնքան բան կարա փոխի, որ չպատկերացնես էլի։ Դե հա, իսկ Հայաստանում կան մարդիկ, բացի ձեզնից, ովքեր գուցե չեն զբաղվում դրանով լիարժեքորեն, բայց ունեն բազային գիտելիքներ ու որպես մարզիչ կարող են լինել։ Այդ մասով ինչ վիճակ է, որովհետև ընդհանրապես այս ոճի մասին չի ներկայացվում։ Ես երբեք չեմ լսել, առաջինը դուք եք եղել, որ տեսել եմ, հասկացել եմ ինչա, մեզ կպատմեք ինչա կատարվում կուլիսներում։ Ֆուտբոլ ֆրիստայլ չի եղել Հայաստանում։ Եղել են զբաղվողներ, բայց ոլորտը ինչ որ ձև sense օրինականացնել, կոպիտ ասած չի եղել։ Հիմա կա այդ։ Ասել են ֆուտբոլ ու հասկացել են ամեն ինչ դրա մեջ, չէ՞ երևի։ Ֆուտբոլ ֆրիստայլը ինքը զարգացնում է երեխու սկիլերը, այսինքն ֆուտբոլիստ երեխան, որ կա ֆրիստայլ պարապի, ինքը դաշտում գնդակի հետ ավելի լավ է լինելու էլի։ Այդ նաև ֆուտբոլին է լավ։ Մարդիկ կան, որ զբաղվում են ու դպրոց տենց միտքը որ դպրոց ենք բացելու ֆուտբոլ ֆրիստայլի ու իրանք ու ես նաև դասեր տալու ենք էլի թե ինչպես սկսեն, ինչպես զբաղվեն։ Դա երբ է լինելու, եթե գաղտնիք չէ իհարկե։ Անկեղծ հիմա հնարավորություն ունեմ անելու, բայց քանի որ այլ ծրագրեր ունեմ, հիմա ուզում եմ մի քիչ ավելի sense մեծացնել մարդիկ հասկանան այդ ինչա, նոր սկսեմ զբաղվել էլի դրանով ժամանակը։ Հա, պետքա մի քիչ մրցաշարեր անցկացվի։ Նոր մրցաշարերից ելնելով արդեն պահանջարկ է ձևավորվում, որ պարապեն երեխեք էլի, տենց է։ Ասացիք, որ առաջին այդ տեսանյութը TikTok-ում է եղել, TikTok-ում ներկայացված եք եղել, Instagram-ում կաք, էլ որտեղ կաք։ YouTube-ում, կոնկրետ հիմա YouTube-ի համար եմ աշխատում։ Պայքարի YouTube-ի համար։ Պայքարի YouTube-ի համար է, որովհետև YouTube-ը մի քիչ ավելի սենց ամբողջական տեղ եմ համարում, էլի։ Որ ասում եմ բլոգեր, մի քիչ ավելի YouTube եմ ես պատկերացնում, որովհետև YouTube-ը ինքը ոնց որ պրոյեկտ լինի, էլի։ Բլոգինգում ինքը պրոյեկտ է համարվում ու սենց ոնց որ YouTube-ում որ լինում ես, արդեն հետևորդներ ես հավաքում, սենց արմատներ ես գցում դու բլոգինգի մեջ։ Ինչը չես կարող ասես Instagram, TikTok-ի համար, որովհետև դրանք ուրիշ ալգորիթմով են աշխատում ու դու կարող ես ունենաս, չգիտեմ, լավ գեղեցիկ տեսք, բան չունեմ ասելու։ Կարաս ունենաս։ Ուղղակի YouTube-ը ոնց որ բան է, էլի։ Դու երկար է իր ֆորմատը ու դու կարաս այդ երկար ֆորմատում շատ կարևոր տարբեր ձևերով տեղավորվում ես էլի այդտեղ։ Իսկ այնտեղ ինչ որ սահմանափակումներ երևի կան։ Իսկ ո՞նց են ալգորիթմները աշխատում։ Ինչն է սիրում Instagram-ը։ Ու ինչն է սիրում TikTok-ը։ Գիտեք ինչ, եկեք ասեմ ձեզ Instagram, TikTok, YouTube-ի ընդհանուր բանը։ Կոնկրետ իմ ֆորմատում պետքա ինչ որ ինտրիգա լինի, իմ ֆորմատում ինտրիգան այդ challenge-ն է։ Պետքա ինչ որ մրցակցություն լինի։ Դու վիդեոն որ սկսում ես, պետքա մարդկանց բան անես։ Ասես որ վերջում սենց բանա լինելու, անպայման պետքա նայես, էլի։ Պայքարում ենք, չգիտեմ, եսիմ ինչի համար։ 24 ժամ անցկացնում ենք ստեղ ինչի համար։ Սենց պետքա դու էդի ասես, էլի։ Դու պրոստը որ վիդեո նկարես, տենց միտք չմտցնես մեջը, չի աշխատելու, էլի։
Կարևոր է ընթացքում խոսելը, պատմելը։ Վիդեոներ կան, հա, բայց վիդեոկա չէ։ Դու պետք է հասկանաս ճանաչել, այդ լեզուն հասկանալ սոցհարթակների։ Շատ եք փորփրել թե փորձի հիման վրա է։ Փորփրել զուտ փորձից ելնելով։ Հիմա տեսեք իմ կոնտենտում գնդակ պետտելու ֆորմատը իմ ամենաաշխատող ֆորմատն է, որ գիտեմ, որ տեղադրեմ մինիմում, չգիտեմ, 200,000 view ունենալու է, էլի։ Բայց այդ չեմ ուզում ես շուտ գցեմ, որովհետև համ չեմ ուզում մարդկանց հոգնածնեմ, համ էլ ուզում եմ challenge-ը հետաքրքիր լինի ավելի, ասենք սովորական բան չանեմ, ասեմ, բանը, այս, չգիտեմ, միկրոֆոնի վրա եմ պտտե օրինակ, այտենց ավելի լուրջ ու ընթացքային է շատ հետաքրքիր լինի, էլի։ Ու այդ կոնտենտը պլանավորում։ հաջորդը Թե դեռ չեք միած պլանավորել։ կոմենտ ա եկել, այդ եմ անելու, այսինքն արդեն արել եմ, ուղղակի հիմա չեմ ասի։ Ես կսպասեմ, ուզում մեր հետևորդներն էլ, լսողները, դիտողները եւս կսպասեն, իսկ ինչ ժամանակահատվածով եք տեսանյութերը տեղադրում։ Գիտեք, շաբաթա լինում, օրինակ ամեն օր տեղադրում եմ, շաբաթա լինում կարող եմ մի հատ տեղադրեմ։ Տրամադրությունից կախված է, ձեր թե փորձում եք հետևել ամեն դեպքում այդ Փորձում եմ տրամադրությունից կախված չլինի, որովհետև բանա դիսցիպլինայով, որ դու պոստերը տանում ես, դու չես կարող ամբողջ օրը տրամադրություն ունենաս։ Նկարանման ժամանակ եղել է լիքը նկարաններ, որ պատրաստ չեմ եղել, ես հոգեպես սպառված վիճակ եմ մոտս, բայց արել եմ։ Իսկ ձեր հետևորդներում տղաներն են շատ, թե աղջիկներ էլ կան։ Մի քիչ տղաները ավելի շատ են։ Մոտավորապես ասենց ասեմ 60-40 էլի, մոտավոր։ Տղաները հետևում են այդ ուղղության համար, իսկ աղջիկները ձեր կերպարն են հավանում, ինչ են ասում։ Դե, նու համ կերպարի մաս կա, համ էլ կա հենց սպորտաձևի պահ, էլի։ Ֆան հանդիպման ժամանակ մեկ է տեսնում մի 10 աղջիկ sense գնդակը մատի վրա գալիս։ Ինչ տարիքի։ Դե դեռահասության ժամանակ։ Դեռահասել կան, հա, 10-ից 15 տենց։ Բայց նենց չի մեծ հետևորդներ ավելի տարիքային ունեմ։ Դաժե մի անգամ մի 50 տարեկան մարդ էր։ Հայկ ջան, վիդեոներդ նայում, դե ուրիշ ֆորմատ էլ ունեն, ֆուտբոլային, էլի։ Հիմա կիլիկյա ֆուտբոլային։ Կրկին YouTube-ում այդ ֆորմատը։ Համ ամբողջ տեղերում։ Դե հիմա ոնց որ ֆուտբոլով եմ զբաղվում, նենց դեռ մոռացել եմ, էլի, կիլիկյա ֆուտբոլային ակումբում եմ խաղեր ունենում։ Տենց տարիքով մարդիկ հիմնականում այդ տեղով են, հերոստացույցով են տեսնում։ Տենց մեկ էլ մի օր մի հատ 50 տարեկան մարդ էր։ Հայկ ջան, նայում եմ, համ տերուկները, համ կիլիկյա ենորվա խաղը, բան։ Տենց մի ժամ խոսած վերջում ախպերս կարող եմ 1000 դրամով օգնես։ Ասի որ դու ճանաչեցիր ինձ ան։ Շատ լավն է։ Fast shift-ով փոխանցեցի հաշվին։ Հետո գոհ մնացել։ Նման դեպքեր հաճախ են։ Ինձ անսպասելի էր, ես չէի սպասում, որ կարողա տենց հետևորդը այդքան խոսա, տարիքով են էլ մարդ ու վերջում հայկցան մի 1000 դրամ կարող։ Բայց կարևորը այստեղ հետաքրքիրը այն է, որ մարդիկ սովորել են ինչպես շփման մեջ մտնել, ինչպես այդպես սիրտը շահել ու վերջում։ Էտա բարդ։ Հիմա ով տեսնում գնդակ է ուզում ինձ դերսում։ Հայկ ջան, բարև, գնդակ կարող է լինի մոտդ։ Ես էլ եի ուզում հարցնել ճիշտն ասած։ Մտածում էի կարողա գնդակը բերել եք մի հատ ինչ որ հնարքես տեղանեիք։ Իսկ հետևորդների հետ շփման մեջ հաճախ եք լինում։ Հա։ Ամեն մարզ որ գնում եմ մրցաշարեր կազմակերպելու Դավիթի հետ անընդհատ գալիս են, բաց է, էլի, մուտք է ասենց ասած ու անմիջական շփում է ծնողների հետ, երեխեքի հետ, տենց միշտ լինում է, էլի։ Կա միշտ կապը, ծնողները շատ հարցեր են տալիս, անկեղծ եմ, որ ես էլ փորձում եմ այդ ինչ որ գիտեմ, ինչ որ կարամ օգտակար լինեմ երեխու համար, փոխանցեմ, էլի։ Օրինակ ցանցում մարդիկ կան, ովքեր բլոգեր են, ինֆլուենսեր են ու սահմաններով են այսպես իրենց տեսանյութերը տեղադրում, մտածելով, որ հաճախ պիտի չվնասեն, հաճախ պիտի ավելի ուշադիր լինեն, որովհետև տարբեր տարիքի մարդիկ կան այդտեղ, երեխաներին հատկապես ավելի վնաս չհասցնելու համար։ Դուք այդ մասով խնդիրներ տեսնում եք որպես ցանցի ներկայացուցիչ, արդյոք վատ միջավայր ստեղծված է եւ փոփոխությունների կարիք կա։
Վատ միջավայր զուտ կոնտենտի վատ լինելուց կարա լինի գովազդ անելուց, որ ինչ-որ վատ պրոդուկտ գովազդ անես, այդ եմ բացառում էլի, որ չգիտեմ օրինակ սենց էներգետիկի կամ Գովազդում են, բայց ես չեմ հանդիպել։ Instagram-ում Այո։ էներգետիկ խմիչքներ լինում է։ Հենց է լինում է։ Կամ ծխախոտ։ Ու ինչ որ սահմանափակումներ կա, բայց հենց լինում է էլի տենց դեպքեր։ Դե բեթինգը չկա, բայց հիմա գիտեք ինչ բլոգերները ոնց որ բան լինեն էլի։ Մենք ոնց մեր ժամանակ, չգիտեմ, ես 96 թիվն եմ, որ գնում ենք դպրոց, այնտեղ էինք, մեր ինֆորմացիա կլանելու տեղը այնտեղ էինք սովորում էլի։ Ուսուցիչներ մեզ ասում ինչ նոր բան կա, ինչ կա։ Հիմա փոխվել է ու բլոգերներն են երեխեքին շատ կրթում էլի։ Դրա համար կոնկրետ ես ինձ շատ եմ սահմանափակում լիքը պրոդուկտների հարցում ու ճիշտ խորհուրդների։ Թե երեխեն թե ինչ անի, մարզիչին լսի, անընդհատ, չգիտեմ, չլարվի, պարապմունքից առաջ ինչ վարժություն անի, սենց լիքը բաներ կա էլի։ Կարևոր ինֆորմացիա սպորտասերների, ֆուտբոլիստների համար։ Դրա համար կարծում եք պիտի ուսուցիչներն էլ ավելի շատ ներգրաված լինեն ցանցում։ Դե Արդյոք դա ճիշտ պայքարի ձև կարող է։ Ամեն ուսուցիչ չէ որ կարա բլոգեր լինի, էլի։ Բլոգեր լինելը մի քիչ ուրիշ թեմա է։ Բլոգեր լինելը այդ ստրես է, լիքը ժամանակ է, այդ առանձին բլոգ է։ Ինձ չի ուսուցիչը։ Ինչպես դուք ասացիք, մասնագիտությունը։ Հա, մասնագիտությունն է ինքը։ Ուղղակի հիմա կարա նայեն, ասեն Հայկը օրինակ այսքան փող է աշխատում մի ռիլից, մի TikTok-ից, բայց մինչև այդ այնքան բան կա արած դրա համար կոնկրետ ու այդ ռիլի վրա դուք էլ կիմանաք ինչքան է ստու կարճ վիդեո, բայց այնքան ժամանակ է գնում։ Մանրակրկիտ աշխատանք, հա։ Իհարկե, ճիշտ խոսքը, ճիշտ ինֆորմացիան ինքը բարդ է, էլի։ Չասեմ YouTube-ը։ Իսկ ձեր սահմանները որոնք են, որ չեք հատում։ Ինչ կա, որ այ երբեք սա չեք անի համացանցում, այն նման տեսանյութ չեք տեղադրի, գովազդի մասին կարծես թե արդեն հասկացանք։ Դե տենց երեխեքի մոտ վատ էմոցիաներ առաջացնող, ագրեսիվ տենց ինչ-որ բաներ, վատ պրոդուկտներ, էլ ինչ ասեմ, տենց Դրականն եք փորձում փոխանցել հիմնականում ու սովորեցնել։ Ու մինչև վերջ պայքարել է այդ դիսցիպլինա պահելը շատ կարևոր է, կարող է մի օր զարթնես լավ տրամադրությամբ, բայց դու պետք է գիտակցես, որ դու հաջորդ օրը այդ տրամադրությամբ չես լինելու էլի, բայց պետք է դու նույն բանը էլի անես, անընդհատ անես։ Սպորտով զբաղվելը ինչ կարևորություն ունի բոլոր ժամանակներում։ Դե սպորտը այդ առողջ ապրելակերպ չի, ձեզ ասեմ։ Սպորտսմեն լինելը։ Մարզիկ լինելը, այդ առանձին sense բան է, ոլորտ է, էլի, որ տեղ դու լիքը բան ես ծախսում, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Ինչա առողջ ապրելակերպը ուղղակի դուրս է ելնել, ժիմ անել, ինչ որ զբաղվել, այդ ուրիշ բան է, էլի։ Բայց սպորտը ինքը մոտիվացիա է, ինքը դիսցիպլինա է ամենակարևորը, որ պետք է հասկանաս ժամանակդ ինչի վրա պետք է ծախսես, տարիք կա, որ սենց հեղուկ է, չէ, ուղղակի սենց խառը սրա հետ ես շփվում նրա հետ, չես ճոգում էներգիա տուրա գնում, պետք է անընդհատ ֆուտբոլի մեջ լինես, էլի։ Շատ լավ, վերջում ձեր հետևորդներին եւ ֆուտբոլի սիրահարներին, ֆրիստայլի սիրահարներին ինչ ունեք ասելու։ Դե այն ունեմ ասելու, որ չհիասթափվեն երբեք, անընդհատ մի բան անելով վերջում լավ բան է լինում։ Սեփական փորձից եք ասում։ Սեփական փորձից եմ ասում, ես չէի սպասում, որ կարող է ֆրիստայլեր դառնամ, ով բլոգինգով կարող է զբաղվի, էլի։ Ու ցանկություններ եղել է մեջս, որ ինձ չգիտեմ ճանաչեն, ինձ այս ոլորտում ասեն, հա, այս ոլորտից է այս մարդը։ Ու ոլորտն էլ ձեզնով ճանաչեն նաև։ Ոլորտն էլ ինձնով ճանաչեն, դա իմ համար, չգիտեմ, այս աշխարհում տենց երջանկություն երևի չկա։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար, Հայկ ջան։ Հուսանք, որ շատ մարդիկ ձեր ճանապարհով կգնան, ոլորտը
կզարգանա, կաճի ու մեծ ուշադրություն կդարձվի։ Ձեզ եմ շնորհակալ։ Իսկ մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ ցանցի մարդիկ եք լսում գործարարիքի եթերում իմ զրուցակիցը Հայկ Ֆրիստայլն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում։ Կհանդիպենք։